Օրեր առաջ հայտնել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել մոդել Լիլի Մորտոյի դուստրը։ Փոքրիկին Լիլին Ավրորա անվանումն է տվել։ Այս կադրերը տարածվել էին Instagram-յան հարթակում։ Լիլին հենց ծննդաբերությունից կադրերով էր կիսվել, որտեղ երևում էր, որ նաև ծննդաբերության ողջ ընթացքում իր կողքն է եղել իր ամուսինը։ Ավելի ուշ նա նաև կադրեր էր հրապարակել ցույց տալով իր ամուսնու եւ որդիների հանդիպումը փոքրիկ դստեր հետ։ Արդեն այսօր Լիլի Մորտոն նոր հրապարակումով է հանդես եկել, որտեղ երևում է, թե ինչպես է կրկին վայելում իր նորածին փոքրիկին։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 500 միլիոն դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդուդեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ
հասկանալ այդպիսի լուրջ երկեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ որ երկեր կամ չգիտեմ ինչ որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երկերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։ Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ճիշտ ասած չհասկացա թե Տոլմայի վիդեոն ինչի այդպեսի մեծ աժիոտաժ առաջացրեց։ Շատերը մտածում են ես ոչինչ պատրաստել չգիտեմ, ասեմ որ ես ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ պատրաստում եմ։ Հիմա ուղղակի ուզում եմ խոսել Տոլմայի մեկնաբանությունների մասին, բլինչիկ փաթաթելու, կարդալ top կոմենտները, մի խոսքով այդպեսի պոզիտիվ տրամադրություն հաղորդեմ ձեզ։ Սիրելիներս, նախ Գանք վիդեո եմ նկարում։ Նախ ասեմ, որ մեկնաբանությունները կարդալուց տրամադրությունս շատ բարձրացավ, չնայած իմ տրամադրությունը մի շատ բարձր է, եւ նշեմ, որ նոր տեսահոլովակս, Յայայի երկից տեսահոլովակը 5-6 օրում հավաքել է 1 միլիոն դիտում, դա շատ լավ արդյունք է։ Մեկնաբանությունները կարդալուց մի բան հասկացա, որ սիրելիներս, առաջինը մենք չենք լսում իրար ընդհանրապես, ուրեմն ես խոսում եմ մի բանի մասին, իսկ մեկնաբանությունները ընդհանրապես այլ բանի մասին են։ Ես այդպես հասկացա, որ մենք ընդհանրապես լսելու ընդունակություն չունենք։ Ուզում եմ, որ բոլորս աշխատենք այդ մի բանի վրա, որ սկսենք լսել իրար։ Երբ որ մարդը ինչ-որ տեսանյութ է նկարում, առաջինը լսենք, թե նա ինչ է ուզում ասել։ Հետո արդեն նայենք թե տեսանյութի մեջ ինչ է կատարում։ Երկրորդը, մենք ընդունակ չենք ընդունել մարդուն այնպեսին ինչպեսին կա։ Մեկնաբանությունների մեծ մասը եւ այս մեկնաբանությունների եւ տեսահոլովակի մեկնաբանությունների մեծ մասը դրա մասին է։ Մենք չենք կարողանում ընդունել մարդուն այնպեսին ինչպեսին կա։ Երբ որ մենք հասնենք նրան, որ մարդուն ընդունենք այնպեսին ինչպեսին նա կա, կարծում եմ մեր մոտ շատ բան կփոխվի։ Ընդհանրապես ոչ միայն մեր ազգի մոտ, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Լոլո, ինչ ա եղել։ Այ մաչկոս։ Ինչ ա եղել ասա։ Եվ երրորդ ուզում եի ասել, որ ով է ասել, որ եթե ենթադրենք 90% կամ 99% մարդկության անում է մի բան, իսկ մի տոկոսը այլ բան, ուրեմն այն մի տոկոսի արածը սխալ է։ Ոչ, սիրելիներս, մի հատ որ լավ մտածեք, միգուցե հասկանանք, որ 99%-ի արածն է սխալ, ոչ թե 1%-ին։ Այդ 90% կամ 99% ընտրություններին է չէ՞ գնում։ Մի խոսքով ուզում եի ասել, որ եթե ենթադրենք ես տոլման փաթաթում եմ շատ մեծ, իրենից, այնպես չի որ ես չգիտեմ, որ տոլման կարելի է նաև փոքր փաթաթել կամ տոլման պետք է փոքր փաթաթել։ Ուղղակի ինձ մեծ է դուր գալիս, ես էպես եմ սիրում անել, ինչպես կոմենտների մեծ մասում էր գրված, որ մեծ եմ փաթաթում, որ միանգամից մի հատ ուտեն կշանան, էլի համել դա մի քիչ sense բանում, аферист խոդա, էլի հասկացաք։ Մեծ փաթաթում եք միանգամից մի հատ ուտում կշտանում եմ, մի 50 հատ չեմ վերցնում, էլի։ Այդպես։ Այսօր իմ բլինչիկները